Դա մի քիչ սիրուն չի, որտեղ դրանք չեն սիրում։ Արցախում շատ հաճախ վիրավորական են համարում, որ այդպես է տարանջատում, բայց պետք է հրապարակել։ Կարևորագույն խնդիրները բացառապես պրոֆեսիոնալների մեկնաբանությամբ։ Պրոֆվակտ Լիլիթ Մելքոնյանի հետ։ Հայկական երկրորդ ալիքով։ Տարիներն անցան, ես առանց քեզ, My Life, սիրում եմ քեզ, երգեր, որոնցով սերունդներ են մեծացել։ Հուլիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենք կլսենք սերունդների պատմություն, լեգենդար Հարութ Փամբուկչյանի կատարմամբ։ Հրավիրում եմ ձեզ ներկա լինելու իմ համերգին, որը տեղի կունենա հուլիսի 3-ին ամբողջ հայության սիրելի մայրաքաղաք Երևանում մարզահամերգային համալիրում։ Շնորհակալություն։ Մերի Փոփինս մանկապարտեզն իր հյուրընկալ դռներն է բացում 1.5 տարեկանից բարձր երեխաների համար։ Առավոտյան 8:30-ից մինչև 19:00-ն մեր հոգատար ու բանիմաց դասյարակների օգնությամբ փոքրիկները կսովորեն հայերեն, ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա, դրամաբանություն, մենթալ թվաբանություն, կավագործություն, նկարչություն, երգ, պար, թատերական արվեստ, ինչպես նաև մանկական յոգա, բակային խաղեր, ծանոթություն շրջակա միջավայրի հետ, բացօթյա զբոսանքների եւ էքսկուրսիաների միջոցով։ Օրական 4 անգամյա սնունդը բազմազան է, առողջարար եւ սննդարար, հատուկ մանկական սննդավանի կողմից կազմված։ Անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային, նաև մանկական հոգեբանի ծառայություններ։ Մերի Փոփինսից երեխաները դպրոց կգնան գրաճանաչ եւ բազմակողմանի զարգացած։ Գործում է օնլայն տեսադիտման համակարգ։ Աշխատանքի որոնման թիվ 1 կայքը Հայաստանում myjob.am Միլի Մարետի խանութ սրահը ներկայացնում է մի շնորհացվող տեսականի։ Բարձրորակ հագուստ միայն կանանց համար, բոլոր չափսերի ու ամենատարբեր ոճերի։ Ամենօրյա դասական երեկոյան։ Գտեք ձեր ոճը Միլի Մարետի խանութ սրահում։ Հասցեն նույնն է՝ Սայաթ Նովան Ալբանդյան Խաչմերուկ։ Հեռախոսներ 091 40 96 37, 099 40 96 37։ Այսօր ցերեկը ԱԱՑ 4 աշխատակիցներ ներխուժել են Երկիր մեդիա հեռուստաընկերության տնօրեն, մեր գործընկեր Բագրատ Եսայանի աշխատասենյակ ու տարել նրան։ Ժուրնալիստների միությունը խստորեն դատապարտում է Երկիր մեդիայի տնօրենի այս մեթոդով ձերբակալությունը եւ իշխանություններից պահանջում դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը։ Առավոտյան նախագահի նստավայրի մոտից վերման են ենթարկել նաև միայնակ խաղաղ ակցիա իրականացնող Տաթև Սողոյանին, ինչ է եղել հետո։ Դիմադրությունը առավոտյան երթով շարժվել է Բաղրամյան 26, Լավրովին բացատրելու, թե ինչ է արել այս իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների, նաև ՀԱՊԿ-ի հետ։ Վաղկոտները փակել են Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը, հավանաբար նաև ողջ մետրոպոլիտենը, մեծ անհանգստություն պատճառելով հազարավոր քաղաքացիների։ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ։ Դիմադրություն շարժման առաջիկա քայլերի ու գործողությունների մարտավարության մեջ փոփոխություններ են նախատեսված, իշխան Սաղաթելյանը ասուլիսով։ Երևանում կայացել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, նեղ, ապա նաև ընդլայնված կազմով։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովի դատն էր, ինչու չի կայացել։ Այսօր կրկին քննական օր էր, միասնական քննությունը օտար լեզվից էր, քննական քանի կենտրոն է գործել հանրապետությունում։ Եվ վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի նկատմամբ կալանքի բողոքարկման դռնփակ նիստը։ Լրաբերի ստուդիայում կաշխատի Գոհար Սրապիոնյանը։ Լրաբերի հիմնական թողարկումն է ուղիղ եթերում, բարի երեկո, այսօր ցերեկը ԱԱԾ 4 աշխատակից ներխուժել է Երկիր մեդիա հեռուստաընկերության